Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու երկրորդ գիրք 31-րդ գլուխ Եզեքիա վերագազմե գրոնական կյանքը։ Երբ այս բոլորը ավարտեցավ, հոն գտնվող բոլոր իսրայելացիները Հութայի քաղաքները կացին եւ ամբողջ Հութայի, Բենյամինի, Եփրեմի ու Մանասեի մեջ եղող արձանները գոդրդեցին, աստարողները գդրեցին եւ բարձր դեղերն ու փակիները բլցուցին, մինչեւ որ զանոնք բոլորովին սպարեցին։ Հետո Իսրայելի որդիները իրենց քաղաքները վերադարձան, յուրաքանչյուրը իր գալվածը։ Եզեքիա քահանաներուն ու ղևդացներուն թասերը հաստատեց իրենց բաժամունքներուն համեմատ, թե քահանաներեն եւ թե ղևդացներեն յուրաքանչյուրը իր պաշտոնին համեմատ, ողջագեզներու եւ խաղաղության զոհերու համար, ու դիրոջ քավիտներուն թրներու մեջ պաշտոն գդարելու, շնորհակալ լալու եւ կովապանելու համար։ Նաեւ իր ինչքեն արնվելիք թակավորին բաժինը որոշեց ողջագեզներուն համար, այսինքն արդվան եւ իրիկվան ողջագեզներուն համար ու շաբաթ օրերու, ամսակլուխներու եւ հանդիսավոր դոներու ողջագեզներուն համար, ինչպես գրված է Տիրոջ օրենքի գիրքին մեջ։ Երուսաղեմ բնագող ժողովրդին հրամայեց, որ քահանաներուն ու ղևդացներուն բաժինը դան, որբեսի անոնք Տիրոջ օրենքը գադարելու նվիրվին։ Երբ այս հրամանը հրաբարակվեցավ, Իսրայելի որդիները ծորենին, քաղցուին, յուղին, մեղրին եւ արդերու բոլոր բերկերուն երախայրիկը արադությամբ բերին, բոլորին դասանորդը արադաբես բերին։ Հութայի քաղաքները բնագող Իսրայելի ու Հութայի որդիները իրենք ալպերին եւ թիզեցին արչարներուն ու ոչխարներուն դասանորդները եւ Տիրոջ իրենց աստուծուն ընձայված սուրբ բաներուն դասանորդները։ Անոնք երրորդ ամսվա մեջ սկսան թիզել ու 7-րդ ամսվա մեջ ավարտեցին։ Երբ Եզեքիա եւ իշխանավորները եկան ու տեսան այդ թեզերը, դերը եւ անոր ժողովուրդը Իսրայելը օրհնեցին։ Եզեքիա այդ թեզերու մասին հարցուց քահանաներուն ու ղևդացներուն։ Սատովգի դունեն եղող ավակ քահանան Ազարիա անոր պատասխանեց. Երբ սկսան բարձրացնելիք ընձաները Տիրոջ դունը բերել, գերանք, գշտացանք ու շատ ավելցավ, որովհետև դերը իր ժողովուրդը օրհնեց։ Ավելցածը այս մթերքն է։ Եզեքիա հրամայեց, որ Տիրոջ տան մեջ մթերանոցներ պատրաստեն։ Ուստի զանոնք պատրաստեցին եւ բարձրացնելիք ընձաները, դասանորդներն ու սուրբ բաները հավատարմությամբ ներս տարին։ Անոնց վերագացուն ղևդացի Քոնոնիա էր եւ անոր եղբայրը Սեմեյի իր փոխանորդն էր։ Հեքիել, Ազազիա, Նահատ, Ասայել, Հերիմովտ, Հովզապատ, Եղիել, Հեսմակիա, Մահատ ու Փանիա վերադեսուչներ էին Քոնոնիայի եւ անոր եղբոր Սեմեյի ցերքին տակ, Եզեքիա թագավորին ու Տիրոջ տան առաջնորդին Ազարիայի հրամանով։ Արևիկյան կողմին թռնաբանը ղևդացի Հեմնայի որդին Գովրե աստուծո փերված հոժարագամ ընձաներուն վրա նշանակված էր Տիրոջ բարձրացնելիք ընձաներն ու ամենասուրբ բաները բաժնելու համար։ Քահանաներու քաղաքներու մեջ իր հրամանին տակ ուներ Եթենը, Մինյամինը, Հեսուն, Սեմայան, Ամարյան եւ Սեքենյան, որբեսի իրենց եղբայրներուն մեծին ու բզդիգին հավատարմությամբ բաժնեն ընձաները, իրենց թասերուն համեմատ, ասկահամարի մեջ արցնակրված 3 տարեկանեն վեր եղող բոլոր արուներուն, որոնք ամեն օր Տիրոջ տունը գմտնեին, իրենց պաշտոններուն եւ թասերուն համեմատ իրենց ծառայությունը կատարելու։ Նաեւ ասկահամարի մեջ արցնակրված քահանաներուն իրենց նահաբեդություններուն համեմատ եւ 20 տարեկանեն վեր եղող ղևդացներուն իրենց պաշտոններուն ու թասերուն համեմատ։ Նաեւ ասկահամարի մեջ արցնակրված անոնց բոլոր մանուկներուն, գիներուն, որդիներուն եւ աղջիկներուն, այսինքն անոնց ամբողջ համախմբումին, քանի հավատարմությամբ գսրբանային։ Իսկ անոնց քաղաքներուն, արվարձաններուն, արդերու մեջ եղող Ահարոնին որդիներուն, քահանաներուն համար ամեն քաղաքի մեջ իրենց անուններով որոշված մարդիկ կային, որոնք քահանաներուն բոլոր արուներուն ու ղևդացներու ասկահամարի մեջ բոլոր արցնակրվածներուն բաժիներ գուտային։ Եզեքիա այսպես վարվեցավ ամբողջ Հութայի մեջ եւ հրավ ինչ որ Տիրոջ իր աստուծուն արչեւ լավ, ուղիղ ու ճշմարիտ է։ Իր ցերնարգած բոլոր գործերը թե աստուծո դան ծառայության համար եւ թե օրենքին ու բադվիրաներուն համար գադարեց իր ամբողջ սիրտով իր Աստվածը փնտրելով ու հաջողեցավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։